ձեզ պատմենք մեր սիրելի դպրոցի եւ մեր դասարանի մասին։ Այս դպրոցում ոչ միայն գիտելիքներ ենք ստանում, այլև բացահայտում ենք ինքներս մեզ, մեր հմտություններն ու կարողությունները։ Մենք ուրախ ենք, որ վերջապես հնարավորություն ունենք պատմելու մեր սիրելի դպրոցի մասին, որովհետև մենք այստեղ մեծանում ենք, սովորում և բացահայտում գիտելիքների նոր աշխարհներ։ Մեր դպրոցը կրում է լեգենդար հերոս Դավիթ Սարապյանի անունն։ Դավիթ Սարապյանը Արցախյան պատերազմի հերոս է։ Մենք հպարտ ենք, որ հնարավորություն ունենք նրա անունն ու հիշատակը վառ պահենք։ Մեր դպրոցում սովորող յուրաքանչյուր աշակերտ գիտի իր ստեղծագործության մասին և հպարտ է նրանով։ Ես սիրում եմ մեր դասերը, քանի որ մեր ուսուցիչները պատրաստ են պատասխանել մեր ցանկացած հարցի։ Թաքուն ասեմ, մենք ամենաշատը սիրում ենք Գեգեր Ճառատանյանին, որովհետև նա անփոխարինելի է։ Պատկերացնում եք, դասավանդում է մեզ 5 առարկա։ Ճիշտ ես, Ֆաբի, ես նաև ասեմ, շատ եմ սիրում մաթեմատիկա առարկան, որտեղ այն մի տեսակ խաղ է, որտեղ պետք է լուծել դժվար խնդիրներ և գտնել ճիշտ պատասխանը։ Ինձ այդ խաղը շատ է դուր գալիս և ես սովորեցի կարողացա լուծել բարդ խնդիրներ։ Դպրոցի մեր երկրորդ տունն է, հենց այստեղ ենք մենք ընկերներ ձեռք բերում, նաև գիտելիքներ ստանում, ուսուցիչների հետ ընկերանում։ Ես առանց իմ ընկեր Ճառատանյանի, առանց գրկելու և համբուրելու տուն չեմ գնում։ Ես սիրում եմ, երբ մենք անում ենք դասարանում հետաքրքիր դասեր և քննարկում։ Ամենից շատը սիրում եմ, երբ մենք անում ենք խմբակային դասեր և քննարկում ենք դասարանում միասին իմ ընկերների հետ։ Մեր ուսուցչուհին միշտ պատրաստ է մեզ աջակցել։ Նա օգնում է գտնել մեր ուժեղ կողմերը, մեզ սովորեցնում է լինել համբերատար, բարի, կարեկցող, կողքինի մասին հոգ տանող։ Ես ամենաշատը սիրում եմ այն պահը, երբ ես և ընկեր Ճառատանյանը քննարկում ենք իմ գաղափարները, ես իմ շատ հարցերի համար ճիշտ պատասխաններ եմ գտնում։ Ես սիրում եմ իմ դպրոցը դասարանը։ Ես սիրում եմ իմ ընկերներին։ Մենք գնում ենք գրադարան։ Մեր դպրոցական գրադարանը շատ լավն է։ Մեր գրադարանավարուհին միշտ օգնում է ճիշտ գրքեր ընտրելը։ Մեր դպրոցում մի գեղեցիկ ավանդույթ կա։ Ամեն գիրք նվիրելու օրը յուրաքանչյուր դասարան մի գեղեցիկ գիրք է նվիրում մեր գրադարանին։ Այստեղով լուր անցեք, տնօրենի սենյակը։ Մեր տնօրենը Տիկին Ապելյանը շատ լավն է, նա մեզ շատ է սիրում։ Մենք այստեղ կարող ենք գտնել այն ամենը, ինչ որ մեզ անհրաժեշտ է։ Մեր դպրոցի գրադարանը հարուստ է բոլոր տարիքի աշակերտների համար։ Այստեղ կարելի է գտնել գրքեր թե արվեստից, թե պատմությունից, թե գիտությունից։ Գրադարանում մենք նաև կազմակերպում ենք ընթերցանության օրեր, ծանոթանում ենք նոր հեղինակների հետ, դիտում ենք հետաքրքիր և ուսուցողական մուլտֆիլմեր։ Ուսուցիչները շատ բարի են, օրինակ Ռուզաննա Գամլիատովնա, երբ որ մենք մեզ խելոք ենք պահում, ուշադիր ենք լսում, ձեռքով ենք պատասխանում, Ռուզաննա Գամլիատովնան домашняя работа չի տալիս։ Նա մեզ միշտ գովում է, և նա այնքան հաճույքով է բացատրում ռուսերենը, որ մենք սկսում ենք ռուսերեն խոսել։
Սա մեր դպրոցի շախմատի դասասենյակն է։ Ընկեր Գալստյանը աշակերտն է, սովորեցնում է խաղատախտակի տարածքում մտածված քայլերով հաղթել։ Շախմատը ոչ միայն մարզական, այլ նաև հոգեբանական պայքար է։ Մենք ոչ միայն սովորում ենք շախմատ խաղալ, այլ նաև սովորում ենք լինել համբերատար եւ ուշադիր։ Երգի ուսուցչուհին մեզ սովորեցնում է, թե ինչպես երգել առանց մեր ձայնը վնասելու եւ սովորեցնում է, թե ինչպես աշխատել բարձր եւ ցածր նոտաների հետ։ Երբ դասարանը երգում է, ես մեզ փակում եմ։ Այս տարի նոր օտար լեզու ենք սովորել անգլերեն։ Ընկեր մեր Տոնյանը շատ բարի է, բայց շատ խիստ։ Երբ գովում է, ասում է great։ Մենք կարողանում ենք արդեն անգլերեն խոսել։ Մեր կերպարվեստի ուսուցչուհին այնքան համայնված է խոսում գունային համադրությունների մասին եւ նկարների մասին, որ մեր բոլորիս աչքերը պայծառանան։ Նա ուզում է մեզ փոխանցել իր սերը արվեստի նկատմամբ։ Ներկայացնում եմ ձեզ իմ սիրելի առարկան ֆիզկուլտուրա։ Այս դասը օգնում է ինձ լինել ավելի ակտիվ եւ կենտրոնացված։ Ընկեր Հարիապետյանը ֆիզկուլտուրայի ամենաբարի ուսուցչուհին է։ Սպորտը մեզ համախմբում է, միասին թվում խաղալը շատ լավ է, միասին առաջ ենք գնում, միասին հաղթում ենք։ Սպորտն ու ֆիզկուլտուրան մեզ սովորեցնում են ոչ միայն խաղալ, վազել, մարզվել, այլև լինել առողջ եւ վարել առողջ ապրելակերպ։ Մեր դպրոցում դու երբեք քեզ միայնակ չես զգա, քանի որ մեր մեծ ընտանիքում միշտյալ կողքին ուսուցիչներն ու ընկերները բոլոր դժվար բան մեզ հետ են։ Ես վստահ եմ, որ այս դպրոցում ստացած գիտելիքները եւ փորձը կօգնի ինձ ապագայում իմ բոլոր նպատակները, քանի որ իմ դպրոցի շնորհիվ ես սովորեցի լինել ինքնավստահ եւ բարի։ Մեր դպրոցում ոչ միայն գիտելիք են տալիս, այլև շատ կարևոր արժեքներ։ Մեր դպրոցը մեր տունն է, մենք այստեղ միայն սովորելու չենք գալիս, այստեղ մենք սովորում ենք միասին ապրել, հարգել իրար սիրել ու գնահատել։ Շնորհակալություն մեր սիրելի Դավիթ Սրապյանի անվան թիվ 100 դպրոց։